Հայաստանում իշխանությունը ձևավորում է հայ ժողովուրդ։ Ամենակարևոր բանը չունի ժողովրդի աջակցությունը։ Հիմա պարզ է, որ Էրդողանն էլ հիմա Ալիևը ընտրակաշառք է բաժանում, դարել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետը, ցորային, չգիտեմ, բենզին, այս առաջիկայում նոր բաներ կուղարկի, այսինքն դեմ եք առևտրի դա առաշուտ չի, դա ուղիղ ընտրակաշառք է, որի դիմաց վճարելու ենք տարածքով եւ արյունով։ Այդ անելու են, բայց այստեղ խնդիրը հետեւյալն է, մեր ժողովուրդը ընդունելու է դա, թե ոչ, եւ արդյոք ժողովուրդը աջակցելու է, թե ոչ։ Եթե ժողովուրդը չաջակցի, ես կարծում չի աջակցելու, ով դրսից ասում են արժևում կգնքվի իրենցի եկավ Հայաստան, դա ժողովրդին խաբելու միջոց է, Նիկոլ Փաշինյանը խաղաղության օրակարգ չունի։ Ինգիա կառավարման 8 տարիների 5 տարիները շարունակ եղել են զիջումների, կորստի ու ողբերգության տարիներ, իսկ վերընտրվելուց հետո շարունակելու հանձնել։ Երբ որ իրանցից մեկին տեսնեք, խնդրում եմ ուղիղ հարցրեք։ Այն որ ասել եք Հայաստանի տարածքում տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, խոսքը ինչի մասին է։ Իսկ արդյոք պատրաստվում եք օրինակ Տիգրանաշենը հանձնել։ Մարդը ուղիղ հայտարարել է, չէ՞, եթե վերընտրվեն, հանձնելու են։ Հետևաբար ինչ խաղաղության օրակարգ